Պարոն Ռուբինյան, բայց տեսակետները տեսնում եք, երբ որ ձեր թեկնածության մասին անմիջապես հայտարարվեց, քրեչի հայտարարությունից հետո շատ էր այդպես տարբեր քաղաքական շրջանակներից հայտարարություն, որ ձեր ընտրվելու մեջ նաև Թուրքիայի մատն է խառը, այսպես ասած։ Մեկ ասեք, ինչ հայտարարությունից հետո։ Քրեչի շնորհավորանքից հետո ասում են, ինչպես կարող է թեկնածու լինելով հանդերձ, դեռ պաշտոնական որևէ բան չկա, դուք ստանաք շնորհավորանք։ Ինձ ես ստացել եմ շնորհավորանքներ օրինակ Ռուսաստանից եւ այլ տեղերից։ Իմ գործընկերը ինձ գրել շնորհավորել է եւ կամ ասենք, չէ, գրել է ինձ, կամ ասենք ընտրությունների գիշերը Վրաստանի վարչապետը շնորհավորեց վարչապետ Փաշինյանին։ Ինչ Վրաստանի վարչապետի հրահանգով է վարչապետ Փաշինյանը հաղթել ընտրությունները։ Նկատի ունեմ այդ ապուշությունները իհարկե կարելի է ասել, բայց դրանք պիտի հիմք ունենան, հասկանում եք։ Ես այս նույն խոսակցությունները ուղիղ 5 տարի առաջ են եղել, երբ որ Սերժ Սարգսյանի խմբակցությունը եկավ, երբ որ ես ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու էի, էլի եկան այդ տխմար հարցերը սկսեցին տալ։ Հիմա որտեղ է Սերժ Սարգսյանի խմբակցությունը։ Ոչ միտեղ քաղաքականապես։ Նույնն էլ սպասվում է ուժեղ Հայաստանի, եթե իրենք որոշեն գնալ այդ նույն ճանապարհով։ Իսկ ընդհանրապես ես կարծում եմ այդ խոսակցությունները, իդեպ տեսել եմ տարբեր ինչ-որ լրագրողներ, տեսել եմ ինչ-որ տարբեր լրագրողներ, գլխավոր խմբագիրներ, այդ հիմարությունները խոսում են, ահա, քանի որ Ռուբեն Ռուբինյանը բանակցողն է Թուրքիայի հետ, ուրեմն իրեն ընտրել են ազգային ժողովի նախագահի թեկնածու որպես ժեստ Թուրքիային։ Ես ուզում եմ ձեզ նախ տեղեկացնել, որ քանի որ ես ազգային ժողովի նախագահի թեկնածու եմ ընտրվել եւ ընտրվելու դեպքում ակնհայտորեն ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել։ Հետևաբար իրենց կոնսպիրոլոգիայի մի 90%-ը միանգամից փլվում է, որ ինձ ընտրելու են ազգային ժողովի նախագահ, որպեսզի ազգային ժողովի նախագահը բանակցի Թուրքիայի հետ։ Փլվեց այդ արդեն։ Հաջորդը դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ժողովրդի նկատմամբ, որովհետեւ Հայաստանում բոլոր պաշտոնները միջնորդավորված, բայց ընտրվում են Հայաստանի ժողովրդի կողմից։ Հայաստանի ժողովուրդն է, որ օրինակ վարչապետ Փաշինյանին ընտրել է վարչապետ, ընտրելով քաղաքացիական պայմանագրին։ Հայաստանի ժողովուրդն էր, որ պարոն Սիմոնյանին, Ալեն Սիմոնյանին 2021 թվականին ընտրել է ազգային ժողովի նախագահ, միջնորդավորված, որտեղ ընտրել է քաղաքացիական պայմանագրին, քաղաքացիական պայմանագրին էլ պարոն Սիմոնյանին ընտրել է այժմ նախագահ։ Հիմա Հայաստանի ժողովուրդն է, որ լիազորել է քաղաքացիական պայմանագրին, ինձ ընտրել որպես թեկնածու, եթե բնականաբար ազգային ժողովն էլ ընտրի կդառնամ ազգային ժողովի նախագահ։ Նկատի ունեմ, դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ժողովրդի նկատմամբ։ Իսկ բայց ես չեմ բացառում, որ օրինակ տվյալ քաղաքական գործիչները, խմբագիրները եւ այլ տարբեր օլիգարխների ձեռքից ծնվող անձինք ուղղակի չեն պատկերացնում, որ հնարավոր է առանց օտարերկրյա հրահանգի ինչ-որ բան անել։ Ես ենթադրում եմ, որ իրանց հրահանգում են ինչ-որ տեղից, կամ հրահանգողներն են իրանց հրահանգում։